Պայքարը շատ սուր բնույթ է ստանում, հատկապես նրա որդու օրոք, խոսքը Իբրահիմի մասին է, նա արդեն հայ մելիքների ջլատման շատ ավելի հմուտ գործողություններ է անցնում, թե ֆիզիկական բռնությունների եւ թե նրանց խրախուսական տարբեր միջոցառումների միջոցով եւ ի վերջո հայ մելիքական վերնախավի շրջանում առաջանում է մտայնություն եւ օրինակ Գանձեսարի կաթողիկոս Հովանեսի մոտ, որ միակ լուծումն այն է, որ պետք է իրենք դիմեն ռուսական կայսրությանը, որպեսզի նրանց միջոցով ազատվեն մուսուլմանների գերիշխանությունից եւ կարծում էին, որ այդպես հնարավոր կլինի ազատվել Իբրահիմ խանից։ Այստեղ տեսնում ենք բազմաթիվ դիմումնագրեր, նույն Հովանես կաթողիկոսը քանիցս կապ է հաստատել հայաստանագրական շարժման տարբեր ղեկավարների հետ, Շահամիշ Շահամիրյանի, Հովսեփ Էմինի եւ նույն ռուսական կայսրության տարածքում Հովսեփ Արղուտյանի հետ եւ նա ռուսահայոց թեմի առաջնորդն էր, նրանց հետ փորձել է հստակեցնել դիրքորոշումներ, նույնիսկ 1783 թվականին հավաքվել է հայ իշխանների խորհրդակցություն Գանձասարի վանքում, որտեղ մելիքների վերջին շառավիղները փաստորեն փորձում էին օրակարգ հստակ հասկանալ ռուսական կայսրության հետ ինչքանով կարող են ծրագրերը առաջ տանել,